Ունենք ապրանքատեսակներ, որոնց պահպանության ժամկետը սկսում է 3-ից մինչև 14 օր։ Խոսքը կաթնամթերքի մասին է։ Խանութին այն հանձնելու պահին արտադրողը դուրս է գրում հարկային հաշիվ, որում հստակ նշված է, թե ինչ քանակի կաթնամթերք է հանվել վաճառքի։ Երբ ապրանքի մի մասը չի վաճառվում, պիտանելիության ժամկետն էլ լրանում է, արտադրողը խանութից իր ապրանքը հետ վերցնելիս պետք է դուրս գրի նոր հարկային հաշիվ։ Հակառակ դեպքում այդ ապրանքը հարկայինը համարելու է վաճառված։ Սա օրենք է, որին հետևում են ոչ բոլոր կաթնամթերք արտադրողները։ Մասնավորապես Չանախ կազմակերպություն, որը խնդիրը խորացնում էր այս գործընթացի հետ կապված, այս կազմակերպության կողմից դուրս է գրվել 638 հարկային հաշիվ եւ անվավեր ճանաչված հարկային հաշիվներ չկան։ Հետևաբար, եթե չկա անվավեր ճանաչված հարկային հաշիվներ, ուրեմն այս կազմակերպության կողմից ապրանքների դուրսգրում կամ ոչնչացում տեղ ունենալ չի կարող։ Դեկտեմբերի առաջին 8 օրում կաթնամթերք արտադրող խոշոր ընկերությունները դուրս են գրել 14330 հարկային հաշիվ, սակայն անվավեր են ճանաչել ընդամենը 30-ը, հետևաբար հարկայինը մնացած կաթնամթերքը համարել է իրացված։ Ցանկացած խնդիր կամ պրոբլեմ, որ կառաջանա այս գործընթացի կարգավորման առումով, մենք ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու, աշխատելու ենք որպեսզի հարթենք այդ բոլոր պրոբլեմները։ Ռաֆիկ Մաշադյանը պարզաբանում է խիստ հետևողականությունը, ենթադրում է նաև իրազեկում։ Խնդիրն արդեն քննարկել են կաթնամթերք արտադրող ընկերությունների հետ։ Գործող հարկային էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս արագ ու թափանցիկ փաստաթղթավորել գործարքները, նաև դուրսգրումները։ Եղավ մի քանի հանդիպում եւ հարկային տեսչությունում եւ նաև տնտեսվարողների մոտ ընդհանուր ուսումնասիրվեց խնդրը, ոնց որ ներսից, այսպես ասած։ Հարկային բարեփոխումների շրջանակում եկող տարվա հուլիսից կաթնամթերք արտադրողների կյանքը կթեթևանա։ Հարկայինը կպարզեցնի ժամկետանց ապրանքի դուրս գրման ընթացակարգը։ Կլինի ճշգրտվող հարկային հաշիվներ, ես ստիպված չեմ լինի գնալ նախկինում դուրս գրված հարկային հաշիվը անվավեր անեմ, ջնջեմ, ունենամ խնդիր գնորդ ընկերության հետ։ Պարադոքս է, բայց փաստ կաթնամթերք արտադրողները այս տարի ամենաշատ հարկային հաշիվ դուրս գրած կազմակերպություններն են։ Անցած տարվա համեմատ 170,000 հատով ավելի շատ հարկային հաշիվ են դուրս գրել։ Ապրանքը խանութներին մատակարարելիս։ Ունենք ոլորտներ, որտեղ ունենք դուրս գրված հարկային հաշիվների անկում, ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտն է, այստեղ շուրջ 25000 հատով նվազել է դուրս գրված հարկային հաշիվների քանակը։ Ընդհանուր առմամբ 524 խոշոր հարկատուները այս տարվա առաջին 11 ամսում պետբյուջեում ապահովել են 325 միլիարդ դրամ հարկային եկամուտ։ Թոփ եռյակում են Գազպրոմ Արմենիան, Զանգեզուրի փնձամոլիբդենային կոմբինատը եւ ՂՏԵլեկոմը։ Լիլիթ Ասլանյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։